Տերորդնի ձեզ։ Ուզում եմ մի դեպք պատմել խոսքից առաջ։ Ուրեմն տարիներ առաջ, երբ որ բոլորովին նոր էի հավատքի մեջ, լավ էլ չէի ճանաչում Աստվածաշնչյան խոսքը, բայց մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ։ Տարիներով արդեն հավատքի մեջ եղող մեկը, որ եկեղեցում ծառայող էր, ինքը մեկ էլ սկսեց նկարագրել, պատմել Աստծո խոսքի մասին։ Իհարկե մենք զրուցում էինք։ Հավաքույց չէր, այդպես երկուսով իրար հետ տրանսպորտում խոսելով գնում էինք ինչ-որտեղ։ Երկար զրուցեցինք իրար հետ ու ինքը անընդհատ ցույց էր տալիս Աստծո խոսքի զորությունն, մեծությունը, նշանակությունը։ Ու մի բան ասաց, որ էլ երբեք չմոռացա այդ մի բանը։ Գիտեք ինչն էր։ Ասաց Աստծո խոսքը այնպիսի մի բան է, Աստվածաշունչը այնպիսի մի գիրք է, որ կարելի է դրա միջոցով իմանալ Աստված ինչ էր մտածում ամեն ինչ արարելուց առաջ։ Այնքան մտածեցի սրա վրա, ասացի ոնց, ուրեմն կարելի է Աստվածաշնչով իմանալ, թե Աստված ինչ էր մտածում արարչագործությունը սկսելուց առաջ։ Մտածում եք, ասում եք, այն ժամանակ իսկապես գաղափար չունեի դրա մասին։ Հիմա դա մեզ համար կարծես պարզ բան է, ու մենք դա շատ պարզ սովորեցնում ենք բոլորին, որովհետև դրանից կախված ամեն ինչ քրիստոնեական կյանքում։ Դու հավատում ես Աստծուն, դրա վրա պիտի հենված լինի քո հավատքի կյանքը։ Թե Աստված ինչ էր մտածում արարչագործությունից առաջ, Աստված ինչ էր մտածում մարդուն ստեղծելուց առաջ, որովհետև դրա վրա հենված ամբողջ մարդկության պատմությունը, դրա վրա հենված պիտի լինի իմ ու քո կյանքի պատմությունը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Կարծես շատ պարզ բան է, չէ՞, այսօր որ հարցնեմ ինչ էր մտածում Աստված, դուք երևի բոլորը կասեք։ Սրա մասին իհարկե շատ ենք խոսել։ Ու չի եղել քարոզ, որ սրանից դուրս լինի։ Ամեն ինչ հենված է սրա վրա։ Ես միշտ խոսել եմ ոչ թե այն բառերով, որ այսօրվա քրիստոնեական աշխարհն է խոսում։ Օրինակ այսօրվա քրիստոնեական աշխարհը շատ օգտագործում է տեսիլք բառը, որը ես չեմ օգտագործում։ Տարբեր պատճառներ կան դրանց համար։ Դրանցից մեկը նա է, որ այն իմաստով, որ քրիստոնեական աշխարհն է օգտագործում, այդպես տեսիլք բառը Աստվածաշնչում գրված չի։ Բայց երբեք չի եղել, որ դուք մնացած լինեք առանց տեսիլքի։ Նայեք այն խոսքերը, որոնք խոսել եմ մինչև հիմա։ Դուք դրանց մեջ անպայման կտեսնեք ձեր կյանքի իմաստը, նպատակը։ Աստված ինչպես է իմաստավորում ձեր կյանքը, ոչ թե դուք ինչպես։ Ինքը ինչ է տեսնում ձեր համար, ինչ ծրագիր ունի ձեր համար։ Դուք կտեսնեք դրա մեջ, թե ինչի համար պիտի ապրեք, թե ինչի համար պիտի քայլեք, շնչեք։ Դա ամեն ինչ է Աստծո համար, որովհետև ինքը դեռ ոչինչ չստեղծած, արարչագործությունը չսկսած, ինքը արդեն տեսել էր քեզ։ Այստեղ 21-րդ դարում այս դահլիճում նստած ինքը արդեն տեսել էր քեզ։ Արդեն գիտեր, որ բարի է լինելու քո հավատքի գալը, դրա համար սկսեց արարչագործությունը։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Եթե Աստված տեսներ, որ չի լինելու, ինչ որ մի գործ սկսելու է ու չի ստացվելու, ինքը չէր սկսելու այդ գործը։ Ինքը արդեն տեսել էր վերջը։ Ու այդ վերջի մեջ ինքը տեսել էր, թե ինչքան կարևոր, ինչքան թանկ կարժենա իր համար այդ վերջը։ Այն որ ինքը պիտի վերջնականում ստանա արարչագործության, մարդկության պատմության հետևանքով, ինչքան թանկ արժանալու իր համար դու գիտեք։ Եթե ինքը գիտեր ամեն ինչ, ինքը գիտեր, որ արարչագործության կենտրոնական գործողությունը դա պիտի լինի իր որդու զոհաբերությունը։ Ու ինքը համաձայնվեց, գիտեք ինչու, որովհետև տեսավ, թե վերջում ինչքան արժեքավոր արդյունք պիտի ստանա։ Այդ արդյունքը դու ես, ու դու գտնվում ես դրա մեջ, որովհետև դու հավատացել ես այդ զոհաբերությանը, որովհետև դու այդ զոհաբերությունը ընդունել ես։ Բայց կա համար շատ կարևոր բանն եմ ասելու։ Էլի եմ ասել, որ այս վերջին տարիներին, ավելի այս վերջի ամիսներին, ավելի ու ավելի խիստ ձևով Աստված բացանում եկեղեցու իմաստն ու նշանակությունը։ Ինչի համար է եկեղեցին ապրում երկրի վրա։ Ես կարծես թե ուրիշ բան էլ չեմ կարողանում մտածեմ, էլ չեմ կարողանում ուրիշ ուղղությամբ հայտնություններ ստանամ։ Իմ բոլոր հայտնությունները գտնվում են դրա մեջ։ Դրա համար ուզում եմ ձեզ փոխանցեմ մի բաժին։ Դրանք այնպիսին են, որ նույնիսկ մենք ծառայողներով հավաքված քննարկել ենք դա։ Ոչ միայն քննարկել ենք, ծոմով աղոթել ենք դրա համար, որ մեր մեջ ավելի արմատանա, թե ինչի համար է եկեղեցին ապրում երկրի վրա, որովհետև դրանից կախված է մեզանից ամեն մեկի կյանքը, ինչի համար ես դու ապրում երկրի վրա, ինչու ես այսօր դու կոչվում Քրիստոսի մարմնի մի մաս, գիտես ինչու, որովհետև Աստված իմաստ է դրել եկեղեցու երկրի վրա ապրելու համար։ Եթե իրեն պետք լինեին միայն փրկված մարդիկ, հենց փրկվելուց հետո անմիջապես կվերցներ այդ մարդուն։ Ինքը իմաստ է դրել, որ փրկված մարդը ապրի երկրի վրա, ինչի համար ապրի։ Դու կարող ես քո կյանքի իմաստն ու նպատակը տեսնում ես, չգիտեմ, մեկը հարստության մեջ, մեկը իր հաճույքները բավարարելու, մեկը կոմֆորտը մեծացնելու, չգիտեմ, ինչի մեջ, պաշտոնի հասնելու, ինչի մեջ ես տեսնում։ Աստված ինչի մեջ է տեսնում։ Այս սա է կարևոր։ Դրա համար ես սրա մասին երկար թե խոսել եմ, թե էլի պիտի խոսեմ, ու բայց այսօր շատ ավելի կոնկրետ եմ ուզում սրա մասին խոսել, կոնկրետ միայն սրա մասին։ Ու հետո կգանք մեր կյանքին։ Եթե ունեք նոր կտականներ, բացառեք Եփեսացիների թուղթը։ Կան թղթեր Աստվածաշնչում, որոնք յուրահատուկ են խոսում եկեղեցու կամ քրիստոնյայի երկրի վրա ապրելու նպատակի ու իմաստի մասին։ Ու դրանք այնքան խոր են, այնքան կարևոր բաներ են ասում, կարող առաջին հայացքից պարզ թվան,
Բայց դրանք շատ կարևոր են ու պետք է որ արմատանան մեր սրտերի մեջ։ Երկու հատված պիտի վերցնեմ, մեկը Եփեսացիների թղթից, մեկը առաջի Կորինթացիներից։ Եփեսացիների առաջի գլխի 10-րդ խոսքը պիտի կարդամ։ 9-ն էլ հետը կարդամ, երևի ավելի հասկանալի կլինի։ Մեզ հայտնելով իր կամքի խորհուրդը, խոսում Աստծո մասին, որ մեզ հայտնեց իր կամքի խորհուրդը, իր հաճության պես, այսինքն ինչպես որ ինքը ուզեցավ, որ իր մեջ նախասահմանել էր, որպեսզի ժամանակների լրանալու տնտեսության մեջ ամեն բան բովանդակվի Քրիստոսով, ինչ որ երկնքում ու ինչ որ երկրի վրա կա նրանով։ Աստված իր սրտում ուներ մի միտք, որ երբ որ ժամանակները վերջանան, լավ, մինչև շարունակել մի բան ասեմ, գիտեք Աստված հենց սկզբից ինչ ստեղծեց։ Երբ որ բացում ենք Ծննդոց առաջի գլխի առաջի խոսքը, դա Աստվածաշնչի առաջի խոսքն է, կարդում ենք այսպես. սկզբից Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Ես մի քիչ ուրիշ ձև պիտի ասեմ, փորձեք համեմատել դրա հետ։ Աստված սկզբից ստեղծեց տարածությունն ու ժամանակը։ Կարող եմ մի քիչ ժամանակակից լեզվով եմ ասում, Մովսեսը գրել է հին լեզվով, իրենց հասկանալի, ես մի քիչ ավելի ժամանակակից լեզվով եմ ասում։ Աստված ստեղծեց տարածությունն ու ժամանակը առաջին հերթին, եւ թե տարածությունը, եւ թե ժամանակը նպատակ ունեն։ Հենց որ այդ նպատակը իրականացավ, երկուսն էլ ոչնչանալու են։ Դրանց լավագույն ապացույցներից մեկը, որ ժամանակը մի օր պիտի վերջանա, ոչնչանա։ Այս խոսքն է 10-րդը, որպեսզի ժամանակների լրանալու տնտեսության մեջ, ժամանակների վերջանալու, լրանալու, այն սահմանը, որ Աստված գծել է, որ ժամանակը տեղի ունենա, ընթանա, այդ դա լրացավ, այդ դրա տնտեսության մեջ ինչ տեղի ունենա։ Ամեն բան երկնքում, երկրի վրա բովանդակված լինի Քրիստոսով։ Այս բովանդակված բառը գուցե այդքան հասկանալի չի, բայց շատ դիպուկ բառ է հայերենում։ Ես նայել եմ հունարեն բառը ինչ էր գրված, ու ռուսերեն բառը ինչ էր գրված, բոլորը իրար հետ համահանչյուն են։ Ռուսերենում գրված է, որ ամեն ինչ միաբանի մեկ իշխանության տակ, Հիսուսի իշխանության տակ։ Ու այն բառը, որ գրված էր, հենց այդ ամեն ինչը միաբանելու իմաստը ուներ իր մեջ, ամեն ինչը հավաքելու։ Դրա համար բովանդակել բառը շատ լավ, գեղեցիկ հայերեն ու շատ դիպուկ բառ է, որ ներկայացնում է, թե Աստված ինչ էր ուզում հենց սկզբից։ Աստված գիտեր, որ սկսեց տարածություն ու ժամանակ ստեղծելը, ու անձեր ստեղծելը, այդ անձերը պիտի դուրս գան իր կամքից ու մեղքը պիտի առաջանա։ Հենց սկզբից գիտեր, որ առաջանալու է մի հատ չարության տարածք, որի մեջ ինքը ստեղծելու է մի ժողովուրդ, ու այդ ժողովուրդը պիտի իր կամքը իրականացնի, ու այն ինչը որ դուրս է եկել իր կամքից, պիտի սկսի ամփոփել իր կամքի մեջ։ Շատ եմ բարդ բացատրում։ Պատկերացրեք, որ Աստված ստեղծեց արարչագործությունը հրեշտակներին, մարդուն, առաջին հրեշտակները մեղանչեցին ու հեռացան Աստծուց։ Հետո ստեղծեց մարդուն, մեղքը փոխանցվեց մարդու մեջ, հեռացան Աստծուց։ Այսինքն դուրս եկան Աստծո ներկայությունից։ Հիմա գնում է մի ուրիշ ընթացք։ Երբ որ այն տարածքը, որ դուրս էր եկել կարծես Աստծո ներկայությունից, նորից սկսում է Աստված գրավել։ Ահա թե ինչի համար է պետք եկեղեցին։ Կարող է այստեղ մինչև հիմա եկեղեցի բառը չասեցինք, բայց դրա համար է պետք եկեղեցին։ Ամեն մի քրիստոնյայի ապրած կյանքը սրա համար է պետք, որ ինքը սկսի ինչ-որ բաներ բովանդակել Աստծո ներկայության մեջ, Քրիստոսի մեջ, որովհետև մի օր իմ ու քո ժամանակը կլրանա։ Եթե այստեղ խոսքը խոսում է արարչագործության ժամանակի լրանալու մասին, մի օր իմ ու քո ժամանակը կլրանա։ Ու երբ որ մեր կյանքի ժամանակը լրացած լինի, մենք առավելագույն ձևով մեր կյանքում, մեր շրջապատում ամեն ինչ բովանդակած լինեն Քրիստոսի մեջ։ Ահա ինչի համար է պետք մեր կյանքը, մեր երկրի վրա ապրելը, եկեղեցու նշանակությունը, իմաստը։ Սա որոշում է ամեն ինչ։ Սրանից կախված է ամեն ինչ։ Եկեք նույն խոսքը մի քիչ այլ ձևով կարդանք Կորինթացիների թղթում։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլխում Պողոս առաքյալը շատ մանրամասն գրում է մեռելների հարության մասին։ Խոսում է Հիսուսի հարության մասին։ Գիտեք, որ Հիսուսը հարություն առավ, հետո համբարձվեց երկինք, նստեց հոր աջ կողմում։ Սրանք պատմական փաստեր են, սրանք ոչ միայն հավատալու համար են, այլ նաև պատմությունն է խոսում դրանց մասին, որ Հիսուսը հարություն է առել, որ նա հարությունից հետո հանդիպել է մարդկանց հետ։ Պողոս առաքյալը գրում է, որ 500 մարդկանց հետ է հանդիպել, 500 տարբեր մարդկանց հետ։ Ինչքան ճոխ վկայություն ունենք նրա, որ Հիսուսը իսկապես հարություն է առել։ Ու այն մարդիկ, ովքեր հանդիպել են հարուցյալ Հիսուսին, իրենք իրենց կյանքը դրել են, մինչև մեռել են, բայց չեն ուրացել։ Գիտեք ինչու? Որովհետև հանդիպել են, որովհետև համոզված են, որ Հիսուսը հարություն է առել։ Ու Հիսուսն ասաց Երևան նրանց, որ չտեսած են հավատում։ Մենք այն մարդիկ ենք, որ չտեսած, արդեն համոզված ենք, որ ինքն հարություն է առել։ Այդպես է թե չէ։ Աստվածաշնչյան խոսքն ասում է, որ ինքը հիմա նստած է հոր աջ կողմում, բարեխոս մեր համար։ Ու ինքը այնտեղ որոշակի պաշտոնի է նստած։ Ես պիտի կարդամ 15-րդ գլխի 24-րդ խոսքից սկսված։ Հետևեք խոսքին, տեսեք ինչ է գրված։ Սա խոսում է Հիսուսի հարությունից անմիջապես հետո, ասում է դրանից հետո կգա վախճանը, երբ թագավորությունը պիտի տա Աստծո հոր ձեռքը, երբ խափանի ամեն իշխանություն, ամեն պետություն ու զորություն,
որովհետև նրան պետք է թագավորություն անել, մինչև բոլոր թշնամիները իր ոտքերի տակ դնի։ Վերջին թշնամին, որ պիտի խափանվի, մահն է, որովհետև Գիրքը ասում է. ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցրեց։ Բայց երբ ասում է, թե ամեն բան նրան հնազանդված է, հայտնի է, թե բացի նրանից, որ ամենը նրան հնազանդեցրեց, սա խոսում է հոր մասին։ Ու երբ ամենը նրան հնազանդ լինեն, այն ժամանակ որդին ինքն էլ պիտի հնազանդվի նրան, որ իրեն հնազանդեցրեց ամենը, որպեսզի Աստված լինի ամենը ամեն բանի մեջ։ Կարող մինչև այս արտահայտությունը մի քիչ բարդ էր գնում ընթացքի, ես ուղղակի կբացատրեմ դա, բայց այս վերջի արտահայտությունն է շատ կարևոր մեր համար, որպեսզի Աստված լինի ամենը ամեն բանի մեջ։ Ստեղծեց իր ժողովրդին Իսրայելին, ստեղծեց եկեղեցին Հիսուսի խաչի միջոցով։ Հիսուսը նստած է Հոր աջ կողմում որպես բարեխոս։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր մարգարեությունը, Աստվածաշնչյան խոսքն ասում է, որ Աստված ասեց նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին քո ոտքերի տակ պատվանդան դնեմ։ Մինչև կարծես քո բոլոր թշնամիներին նազանդեցնեմ, դնեմ քո ոտքերի տակ։ Ու Հիսուսը հիմա նստած է Հոր աջ կողմում։ Ու Հայրը աշխատանք է կատարում իր հոգով, իր Սուրբ հոգով այս երկրի վրա։ Ամեն ինչ հնազանդեցնում է իր որդու ոտքերի տակ։ Մի քիչ առաջ կարդացած տեքստում սա էր գրված, որ երբ որ ամեն ինչ հնազանդված լինի որդուն, այդ ժամանակ որդին էլ պիտի հնազանդվի հորը։ Պատկերացնում եք ինչ ընթացք է գնում, ու որդին էլ կհնազանդվի հորը ինչի համար, որպեսզի Աստված լինի ամեն բանի մեջ։ Սա Աստծո են առաջնային նպատակն էր, Աստծո են առաջնային միտքն էր, որը դեր առաջագործությունը չսկսած Աստված իր սրտի մեջ ունեցավ, որ անպայման ունենա մի ժողովուրդ, մի բազմություն, որը ոչ միայն կպատկանեն իրեն, իր անունից կկռվեն, իր անունից աշխատանք կանեն չարի տարածքում, ու այն տարածքը, որ սատանան գողացել է, հափշտակել է կարծես Աստծուց, որոշակի մարդու սխալի իրավունքով, ուրիշ իրավունք նա չէր ունենա, որպեսզի այդ սխալի իրավունքով կատարվածը, որ հափշտակել է, նորից կարողանան մտցնել Աստծո իշխանության տակ։ Սա այնքան կարևոր է մեր համար։ Ուրեմն ամեն բան բովանդակված լինի Քրիստոսով, մի պահ մտածեք, բան ազգեր են ժողովուրդները, որոնք մուսուլման են, որոնք կրիշնայիդ են, որոնք բուդդիստ են, որոնք չգիտես էլ ինչ կրոններ են պաշտում, դրանք դեռ բովանդակված չեն Քրիստոսով։ Այսինքն եկեղեցին աշխատանք ունի անելու, որ այդ մարդիկ բովանդակվեն, որ այդ տարածքները բովանդակվեն Քրիստոսով, լցվեն Քրիստոսով, ամփոփվեն Քրիստոսի մեջ։ Հասկանում եք եկեղեցու իմաստն ու նշանակությունը։ Մի հատ բարձրացեք երկինք, Աստծո աչքերով նայեք երկրին, փորձեք տեսնել այդ խավարի իշխանությունը ինչքան շատ է երկրի վրա ու ինչքան փոքր Աստծո իշխանությունը երկրի վրա։ Ու ինքը նայում է իր իշխանությունը ունեցող մարդկանց ու սպասում է երբ ես գործելու, երբ ես քո շրջապատը, քո կյանքը բովանդակելու Քրիստոսով։ Ու հանկարծ մարդիկ քրիստոնյաները կարող է խոսեն փողի դժվարության մասին, կարող է խոսեն իրենց զգացմունքային դժվարությունների մասին, կարող է խոսեն նրա մասին, որ իրենք իրար մեջ կոնֆլիկտ ունեն։ Այս ինչ փոքր հարց է դառնում Աստծո աչքերի առջև։ Ու կարծես Աստված նայի ասես ինչով եք զբաղված։ Այս ինչի մասին եք մտածում։ Հələ մի հատ նայեք ինչ գործ ունեք անելու։ Ես ձեզ ժամանակը չեմ տվել նրա համար, որ դուք վիճեք, թե ով ինչքան փող, ով ինչքան պատիվ կորցրեց։ Ձեզ ժամանակը տվել եմ նրա համար, որ դուք այդ շուրջ եղած խավարը բովանդակեք Քրիստոսով, ձեր լույսը տարածեք։ Այս սրա համար է տրված այդ ժամանակը։ Ամեն մի մարդու կյանքը դրա համար է տրված։ Ինչով է քո միտքը այսօր զբաղված, ինչի մասն է շատ մտածում։ Արդյոք դա հետաքրքիր է, որ երևի Աստծո խոսքը այնքան ճկուն է Աստծո ձեռքերի մեջ, որ կարող է մի անգամ կարդանք մի բան հասկանանք, հետո մի ուրիշ անգամ կարդանք ուրիշ բան հասկանանք։ Ես չեմ ասում, թե սա ճիշտ է, բայց կարող է լինի մեկ մեկնաբանություն Աստծո խոսքի, բայց շատ բազմազան կիրառություններ։ Ինձ հաճախ են հարցնում, ասում են, դա ինչ է նշանակում։ Ու հաճախ շատ դժվար է լինում բացատրել։ Բայց եկեք մի խոսք նայենք իրար հետ, հենց այս տեսանկյունից նայենք դրան։ Բացեք ինձ հետ, եթե ունեք Աստվածաշնչեր, Առաջի Թագավորաց գիրքը։ Ես ձեզ պատմեմ ինչ էր տեղի ունենում, որ միտքը ավելի հասկանալի լինի։ Առաջի Թագավորաց գիրքը սկսում է նրանով, թե ինչպես Սամուելը ծնվեց երկրի վրա։ Ինքը ծնվեց որպես մի փոքրիկ մանուկ, առաջի գլուխը խոսում է իր մոր, իր ծնողների մասին, ինչպես Աննան աղոթքով ստացավ Սամուելին։ Բայց ժամանակ Իսրայելի վրա մեկը իշխանություն ուներ, մեկը Աստծո կողմից դրված էր որպես դատավոր ու քահանա։ Մի մարդ էր, որը այդքան էլ ամուր չէր Աստծո հավատքի մեջ։ Այդ մարդու անունը Հեղի էր, ինքը Աստծո քահանան էր այդ ժամանակ։ Այն մարդն էր, ով օրհնեց Աննային, որ ունեցավ Սամուելին, որ տեսավ Աննայի աղոթքը։ Այն մարդն էր, որ այդ ժամանակ դատավորություն էր անում Իսրայելում, ինքը կարևոր իշխանություն ուներ, որոշակի հարցեր լուծելու։ Իրեն տրված էր այդ իշխանությունը Աստծո կողմից, բայց ինքը լավ չօգտագործեց այդ իշխանությունը։ Թուլություն արեց, սխալներ արեց, իր երեխաներին սխալ դաստիարակեց, երեխաները մեծացան, դարձան կաշառակեր, անբարո մարդիկ։ Ու Աստված մի մարգարե ուղարկեց, մարգարեի միջոցով խոսեց այս մարդու հետ։
Ես այնքան չեմ ուզում, որ այս խոսքերի վրա կենտրոնանանք, ինչքան այս մի խոսքի վրա։ Աստված այդ մարգարեության մեջ ուղակի մերժեց հեղին, ասես դու ճիշտ չապրեցիր իմ առջև, քո ժամանակը ճիշտ չանցկացրեցիր իմ առջև։ Բայց երկրորդ գլխի 35-րդ խոսքում Աստված այսպիսի մի բան է ասում. «Եվ ինձ հավատարիմ քահանա պիտի հանեմ, որ բոլոր իմ սրտիս ու հոգուս մեջ եղածը պիտի կատարի, եւ նրան հավատարիմ տուն պիտի շինեմ, ու միշտ իմոցյալիս առջև պիտի շրջի»։ Չեմ ուզում, որ սիմվոլիկ մեկնաբանություն տամ այս խոսքին, բայց մի բանի ուշադրություն դարձրու, ասում է ինձ հավատարիմ քահանա պիտի հանեմ, որ իմ բոլոր սրտիս ու հոգուս մեջ եղածը կատարի։ Երբևէ մտածել ես, որ Աստծո սրտի ու հոգու մեջ ինչ որ մի բան կա քեզ համար, որ ուզում է դու կատարես։ Աստծո սրտի ու հոգու մեջ ինչ որ մի բան կա այս սերունդի համար, այս ժամանակաշրջանի համար, որ ինքը ուզում է, որ մեկը կատարի, մեկին հանի, որ կատարի։ Գիտեք, ինքը տեսնում է, թե ովքեր կարող են անել։ Ինքը հանում է մարդիկ, ինքը բարձրացնում է այդ մարդկանց, դնում է այն գործին, որ այդ մարդիկ այդ գործը անեն։ Մեկին մի գործ է տալիս, մյուսին մի ուրիշ գործ է տալիս, բայց ինքը սրտում ինչ որ մի փափագ ունի, որ մարդը երկրի վրա կատարի։ Ու երբ որ մարդը դա չի կատարում, Աստված մերժում է դրան, ասում է՝ «Ես կհանեմ մի ուրիշի, որը անպայման դա կկատարի»։ Բայց դու չես լինի դրա մեջ։ Ինչպես ես ուզում, ո՞նց ես մտածում, որ քեզ էլ Աստված մի գործ տվել է, եթե դու անտարբեր լինես դրա մեջ, եթե դու չմտածես դրա մասին, թե որն է քո գործը, կյանքիդ նպատակն ու իմաստը, որ երկրի վրա պիտի կատարես, Աստված կհանի մի ուրիշ մարդ։ Նա անպայման կիրականացնի դա։ Աստծո ծրագիրը երբեք կանգ չի առնելու, որքան էլ մարդկությունը անհավատարիմ լինի, հաստատ Աստված ստանալու է այն, ինչ որ ինքը որոշել է սկզբից։ Գիտեք ինչու՞։ Որովհետև ինքը արդեն սկսել է գործը։ Եթե սկսել է, ուրեմն հաստատ ստանալու է։ Ինքը այն Աստվածն է։ Մի եղբայր ասում էր, որ ոչ մի գործ չի սկսում, քանի դեռ չի վերջացրել։ Կարող է տարօրինակ լինի, բայց ինքն է ստեղծել ժամանակը։ Ինքը գտնվում է ժամանակից դուրս։ Ինքը տեսնում է վերջանալը ու սկսում է այդ գործը։ Ինքը ոչ մի գործ չի սկսում, քանի դեռ չի վերջացրել այդ գործը։ Ինքը թե սկսում, թե վերջացնում է միաժամանակ։ Աստծո մեծությունը շատ մեծ է ու շատ հաճախ հնարավոր է, որ մեր միտքը չկարողանա պարունակել Աստծո հասկացածը, բայց դա չի կարևոր, կարևոր է, որ մենք հավատանք դրան, ոչ թե հասկանանք։ Երբ որ Աստված հանեց առաջին թագավորին Իսրայելի մեջ, գիտեք ով էր Սավուղը, Աստվածաշնչում մեծ կերպարներից մեկն է, թեև ոչ դրական, իր կյանքի մեծ մասը ոչ դրական անցկացրեց, բայց երբ որ հանեց առաջին թագավորին, ինքը տեսնում էր, որ այս մարդը կարա ճիշտ առաջնորդ լինի, որ կարա ճիշտ այդ գործը անի, դրա համար էլ Աստված դրեց նրան։ Մեկ ասում են Աստված որոշել էր, որ Հուդան պիտի մատնի, դրա համար էլ Հիսուսը ընտրեց իր աշակերտների մեջ, որ Հուդան մատնի, ասում են ոչ։ Հուդան ուներ ճիշտ պոտենցիալը Պողոսի, Պետրոսի, մյուս առաքյալների նման առաքյալ դառնալու, դրա համար ինքը ընտրված 12-ի մեջ։ Թեև Աստված գիտեր, որ պիտի մատնի։ Եթե ինքը ընտրված լիներ միայն մատնության համար, Աստված կմեղադրվեր դրանում։ Կասեր ես ոչ մի ընդունակություն չունեմ, դատաստանի օրը կանգնելու է, չէ՞ նա Աստծո առջև։ Ու կասես ոչ մի ընդունակություն չունեի առաքյալ դառնալու, ինձ ինչու ընտրեցիր։ Աստված ցույց է տալու, որ բոլոր հնարավորությունները կար, որ ինքը դառնար 12 առաքյալներից մեկը, ոչ պակաս ոչ մեկից, բայց չդարձավ, որովհետև ինքը սխալ ընտրություն արեց։ Աստված ընտրեց Սաուղին, որովհետև տեսավ ինքը կարա ճիշտ թագավոր դառնա։ Իսկապես Սուրբ Հոգին եկավ նրա վրա, ու ինքը շատ գործեր արեց Իսրայելի մեջ, դրական գործեր, Իսրայելը ազատագրեց թշնամիներից, իսկապես պետություն դարձրեց, բայց որովհետև ինքը շեղվեց Աստծուց, ինքը կորցրեց։ Ու միտեղ, երբ որ ինքը աննազանդություն արեց Աստծուն, ու Մարգարեն իր համար ասեց դու քո թագավորությունդ կորցրեցիր, ասեց Աստված հիմա մարդ է փնտրում, որը իր սրտի համեմատ կլինի, որպեսզի քո փոխարեն թագավոր դնի։ Դա գրված է նույն առաջին թագավորաց գրքի 13-րդ գլխում, 14-րդ խոսքում։ Սամուելը ասեց Աստված իր սրտի համեմատ մարդ է փնտրում, որ քեզանից հետո թագավոր դնի։ Գիտեք, այնքան կարևոր չի, թե դու ինչքան կվազես Աստծո համար, այնքան կարևոր է դու ինչ փոխհարաբերության մեջ կլինես Աստծո հետ։ Սա կորոշի, թե քո վազածը որքանով արդյունավետ կլինի, քո արած գործը որքանով արդյունավետ կլինի։ Դու արդյոք ապրում ես Աստվածաշնչյան հայտնությունների հիմքի վրա, թե ապրում ես քո զգացմունքների, քո կարիքների, այս աշխարհին նայելով, որն է քո ապրելու հիմքը։ Դու ուզում ես անես այն ինչ որ Աստված է որոշել քո կյանքի համար։ Գիտես, կարևոր չի ինչ տարիքում ես դու լսել Աստծո խոսքը։ Կարևոր չի ինչ շրջապատի մեջ ես գտնվում։ Դու դրված ես այնտեղ, որտեղ որ պետք է որ լինես։ Եփեսացիների գլխում, քանի որ Եփեսացիների թուղթը ամենաառատ Աստծո եկեղեցու իմաստն ու նշանակությունը ցույց տալու կողմից գրված է նաև ժամանակի կարևորության մասին, չէ՞ որ մեր ժամանակը պիտի վերջանա։ Աստված մեր ժամանակ է սահմանել, որոշել, դրել մեզ երկրի վրա, ու այդ ժամանակը մի օր պիտի անպայման վերջանա։ Ու երբ որ վերջանա, ինչպիսին կլինենք մենք Աստծո առջև։
Այս այն հարցերից մեկն է, որին պետք է, որ մենք կարողանանք պատասխանենք այսօր մեր կյանքի ընթացքում։ Հակառակ դեպքում մենք կմեղադրվենք այն օրը։ Եվ որpիսի հանկարծ այն օրը մեղադրվելու բան չունենանք, Աստված խոսում է այդ ժամանակի մասին։ Կարդացեք Եփեսացիների 5-րդ գլխում, ինձ հետ բացառեք այդ թողտը։ Ուղղակի պիտի կարդամ, շատ բան չեմ խոսելու այստեղից։ Գրված է այսպես. «Ուստի նայեցեք, թե ինչպես զգուշությամբ պիտի քայլեք, ոչ թե անմիտների պես, ապա իմաստունների պես ժամանակը ծախու առեք, որովհետև օրերը չար են։ Դրա համար անմիտ մի լինեք, ապա իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը»։ Իրար կողք գրված են ժամանակի մասին ու Աստծո կամքը իմանալու մասին։ Իմաստունների պես ժամանակը ծախու առեք, որովհետև օրերը չար են, դրա համար անմիտ մի եղեք, ապա իմացեք, թե ինչ է Աստծո կամքը։ Եվ մի գինովցեք գինիով, որի մեջ անառակություն կա, ապա հոգով լցվեք, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով, ձեր մեջ խոսակցելով, երգեցեք, սաղմոս ասեք Տիրոջը ձեր սրտերի մեջ։ Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհություն տվեք Աստծուն ու Հորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ահա թե ինչով լցրու քո ժամանակն ու կյանքը, քո այն ապրած օրերը, վայրկյանները, րոպեները, ամեն ինչ սրանցով լցրու։ Ուզում եք մի անգամ էլ կարդամ։ Մի գինով նա գինիով, որի մեջ անառակություն կա, ապա հոգով լցվեք, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով, ձեր մեջ խոսակցելով, երգեցեք, սաղմոս ասեք Տիրոջը ձեր սրտերի մեջ։ Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհություն տվեք Աստծուն ու Հորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Եթե սրանով դու լցնես քո ժամանակը, կգա այն քո ժամանակի վերջանալու լռանալու պահը, ու դու կտեսնես, որ քո կյանքը ամփոփված, բովանդակված է եղել Քրիստոսով, ու ոչ միայն քո կյանքը, քո շրջապատի մարդկանց կյանքը ամփոփված է եղել Քրիստոսով։ Այս սրա կարիքը կա։ Երբևէ դու մտածել ես, որքան ունեցվածքը, որքան մարմին այս երկրի վրա որ ապրում է ինչի համար է, ու հեչ մտածել ես, Տեր, այս շորերը քեզ եմ տալիս, թող քեզ ծառայեն։ Բավական շատ պարզ բան եմ ասում, բայց մտնում է դրա մեջ, գիտեք, մտնում է հենց այս ծրագրի մեջ։ Ուզում ես, որ ամեն բան բովանդակված լինի Քրիստոսով, սկսիր քո մտքից։ Մտածիր, որ քո միտքդ պիտի բովանդակված լինի Քրիստոսով, որովհետև միտքը մարդու կյանքի առանցքն է կարծես, կյանքում ամեն ինչ որոշողն է։ Միտքը դատարկ բաներով մի լցրու, գրվածասաղմոսներով, հոգևոր երգերով, օրհնություններով, Աստծո խոսքով լցրու, իրար մեջ խոսակցելով, երբ որ հավաքում եք ինչից ենք խոսում։ Դատարկ բաներից, թե Աստծո խոսքից ու կարևոր բաներից մեր հոգևոր կյանքից, լցրու քո կյանքը, քո խոսացածը, քո ներքին աշխարհը, քո հոգին, ոչ թե այս աշխարհի հարբելու բաներով, գրած է մի գինովցեք, բայց ինչքան բաներ կան, որ կարելի է դնել դրա կողքին։ Ես միշտ ասում եմ գինե մոլություն, դա չի նշանակում մենակ գինե մոլություն։ Այնտեղ ինչքան մոլություններ կան, որոնցով կարելի է լցնել այսօրվա կյանքը, ու շատերը լցնում են, նույնիսկ քրիստոնյաները լցնում են։ Դրանից առավել չի արդյոք լցնել Աստծո խոսքով, լցնել ճշմարտությունով, բովանդակել Քրիստոսով։ Ես այս բառը հաճախ կօգտագործեմ, որովհետև դա մեր կյանքի իմաստն է։ Սկսիր քո մտքից, բովանդակիր Քրիստոսով։ Իսկ Քրիստոսով դու կարող ես քո միտքը բովանդակել, երբ որ նրա խոսքերը լցնես քո մեջ։ Երբ որ սկսում ես բովանդակել քո միտքը Քրիստոսով, դրանից հետո գալիս է քո հանձը, դու տեսնում ես, որ քո մարմինն էլ պիտի բովանդակես Քրիստոսով, քո կյանքը պիտի բովանդակես Քրիստոսով, քո գործողությունները պիտի լցնես։ Պողոս առաքյալը ասում է, որ մենք ամրոցներ ենք քանդում զորություն առած, մենք մտքի խորհուրդներ ենք քանդում Աստծո զորություն առած։ Այն բոլոր բաները, ինչ որ չի հնազանդվում Քրիստոսին, հնազանդեցնում ենք Քրիստոսին։ Կարդացել եք դա։ Երկրորդ Կորինթացիների 10-րդ գլխի 4-5 խոսքերում է գրված դա։ Այն բոլոր բաները, որ չեն հնազանդվում, հնազանդեցնում են Քրիստոսին։ Ալելույա Հիսուսին։ Քո աշխատանքներից մեկը դա պիտի լինի։ Եթե քո մտքում կան բաներ, որոնք մեղք են մտածում, որոնք դատարկ բաներով են զբաղված, ոչ միայն մեղք, դատարկ բաներով են զբաղված, դրանք հնազանդեցրու Հիսուսին ու լցրու Աստծո խոսքով։ Երբեմն բաց արա Աստծո խոսքը շուտ կարդա, երբեմն անգիրներ արա, երբեմն իսկապես խոսիր միայն Աստծո մասին, երբեմն բռնիր մարդկանց, ասա ինձ պատմեք Հիսուսի մասին։ Հայտնություններդ ինչպիսին են։ Հայտնությունների մասին շատ մտածիր, սովորիր հայտնություններ ստանալ։ Գիտես, քո շրջապատը պիտի բովանդակված լինի Քրիստոսով։ Հիշում եմ վերջերս մի եղբոր հետ էի խոսում, ասում այս ինչ բան է, ուր գնում եմ աշխատելու, այնպիսի մասսա է, այնքան մեղքի մասսա է։ Գիտես ինչ ասացի այս եղբորը։ Ասացի լույսը չեն դնում արևի տակ, լույսը դնում են խավարի մեջ։ Աստված քեզ չի սարքել որպես լույս արևի տակ քեզ լավը զգաս, քեզ դնելու է խավարի մեջ, որ դու լույս տաս։ Սա է քո կյանքի իմաստն ու նպատակը։ Սա է Քրիստոսով եկեղեցու իմաստն ու նպատակը։ Սա պիտի լինի։ Ուզում ես նպաստել Աստծո գործի առաջընթացին, ուզում ես նպաստել, որ եկեղեցին ուժեղանա ու բովանդակի Քրիստոսով այս շուրջ եղող աշխարհը։ Դրանցից մեկը դու ես։
ուրիշներին չնայես, չասես ես իրենց գործն է, իմ գործը չի։ Այսօր դու ինչ շրջապատի մեջ ես գտնվում, ինչպիսի մարդկանց շուրջը։ Կարող ես նրանց բովանդակել Քրիստոսով, կարող ես, եթե աղոթես, եթե ուժեղանաս հավատքի մեջ, կարող ես նայել նրանց որպես ապագա բովանդակվածներ Քրիստոսով, լցվածներ Քրիստոսով ու շրջապատվածներ Քրիստոսով։ Ու այնտեղ, որտեղ կլինի սատանայի ոտքը, մեղքը, ինչ որ սատանայի գործողություններ, կախարդություններ, ինչ որ հարցեր, դու կարող ես դրանք հեռացնել, որովհետև Աստծո կողմից ունես բոլոր իշխանությունը, որպեսզի քո շրջապատը բովանդակես Քրիստոսով։ Մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ Իսրայելի կյանքում։ Դա գրված է Եսթերի գրքում։ Գիտեք, այդ կնոջ անունով է գրված այդ գիրքը, որովհետև ամբողջ գիրքը պատմում է իր մասին։ Եսթեր անունով մի կին կար։ Նա չի եղել Իսրայելի թագուհի, թեև թագուհի է եղել։ Ինքը գերի տարված մի երիտասարդ աղջիկ էր, ու գերի տարվեց այն ժամանակ, երբ որ ամբողջ հրեա ազգը գերության քշվեց Բաբելոն։ Անցավ որոշ ժամանակ, ինչ որ շրջան անցավ։ Մեկ էլ Աստված դեպքեր է դասավորում։ Գիտեք, մի բան ասեմ, ուշադրություն դարձրեք։ Եսթերի գրքում ոչ մի անգամ գրված չի Աստված, Տեր, այդպիսի բառ ընդհանրապես գրված չի։ Կարծես թե նման լինի անհավատ մարդու գրած գրքի, բայց գրված է այնպիսի հոգով, որ մասն էլ կարդում եք, տեսնում եք Աստծո գործը։ Սկսում է նրանից գիրքը, որ այդ ժամանակ պետության թագավորը, մի շատ հզոր կայսրության թագավորը, Ասվերոս անունով մեկը, մի մեծ խնջույք է կազմակերպում, իր կնոջը կանչում է խնջույքի, կինը ամնազանդություն անում չի գալիս։ Հավաքում է իր պալատականներին, ասում է ինչ անենք։ Տեսեք Աստված ինչ հետաքրքիր դասավորում է դեպքերը։ Ասում է ինչ խորհուրդ կտաք, ինչ անենք։ Պալատականները ասում են մի պատիժ պիտի տալ, թե չէ քո կնոջից մեր կանայք էլ օրինակ կվերցնեն ու շատ վատ կլինի մեր վերջը։ Ինքը որոշում է, որ նա առաջին կինը չի լինելու ու թագուհին չի լինելու։ Ու հրատարակում է ամբողջ կայսրության մեջ, ասում է գտեք կանայք, որոնցից ես ընտրեմ ինձ համար նոր կին։ Այդ հրատարակումը տեղի ունենում ու գտնում են մի խումբ կանանց։ Այս կանանց մի տարի տարբեր ձևերով վարժեցնում են պալատական կյանքի, որովհետև այդ կանայք ամեն ինչից հեռու են լինում։ Իրանք չգիտեն պալատում թագուհին ինչպես պիտի վարվի։ Հետո այս թագավորը ընտրում է նրանցից մեկին ու գրված է, որ Եսթերը շնորհք է գտնում թագավորի առջև։ Ում կողմից է շնորհք գտնում։ Տեսնում եք Աստծո ձեռքի դասավորությունը։ Ինքը պատմության ընթացքի վրա մեծ Աստված է, Տերը, իշխողը, ու ինքը կատարում է այս գործը։ Բայց մի նպատակ ուներ Աստված Եսթերին թագուհի դարձնելու։ Ինքը հրեա էր, թագավորը չգիտեր, որ ինքը ընտրել է հրեա աղջիկ։ Ինքը ամուսնանում է, հետո դառնում է թագուհին, մեկ էլ մի մեծ դժվարություն է առաջանում։ Չէ՞ որ իրենք գերիներ, ստրուկներ ունեին։ Այն ժամանակ ստրկատիրական համակարգ էր։ Գերիներ էին բերել օտար երկրից, դրանք հրեաներն էին, ու մեկ էլ հանկարծ հրեաները ապստամբություն են անում, չեն երկրպագում։ Մենք հաճախ մտածում ենք, որ մուրդքեի մասին այդ պահին, բայց գիտեք հրեաների մեջ նրանք ովքեր հավատք ունեին իսկապես այդպիսին էր, որ իրենք պիտի երկրպագեն միակ ճշմարիտ Աստծուն ու ոչ մի մարդու։ Դրա համար հաստատ այդ խնդրեմը առաջանալու էր, եթե նույնիսկ մուրդքեն չլիներ այդ ազգի մեջ։ Ու այդպիսի մի դժվարություն է առաջանում, որ հրեան չի երկրպագում մարդուն։ Այդ մարդը պաշտոնյա խիստ, կարծես աջ ձեռքը թագավորի, որոշում է, որ ոչ միայն այդ հրեան պիտի մեռնի, այլ հրեաներին պիտի կոտորի ընդհանրապես։ Ու հետարքիր բան է տեղի ունենում։ Ինքը վերցնում է թագավորից հրովարտակ, որպեսզի այդ գործը կատարի, հրաման է վերցնում։ Այդ ժամանակ մուրդքեն գալիս է Եսթերի մոտ, դիմում է Եսթերին, ասում է դու որպես թագուհի կարող ես օգնել, Եսթերը հրաժարվում է։ Կարող եք երկար եմ պատմում, ձեզ ծանոթ է արդեն պատմությունը, բայց տեսեք ինչ հետարքիր է տեղի ունենում։ Այստեղ իմ համար շատ կարևոր մի խոսք է գրված, որ խիստ կապված է մեր այսօրվա խոսքի հետ։ Շատ կարևոր է, որովհետև ինչ նշանակություն որ ունեցավ Եսթերը իր ժամանակաշրջանի համար, Աստծո ժողովրդի համար, ցանկացած մեկը կարա ունենա այսօր Աստծո գործի համար։ Ու Եսթերը հրաժարվեց, վախեցավ, ասաց ոնց կլինի, որ ես թագավորի մոտ մտնեմ, հանկարծ խնդրեմ, որ հրեաներին չկոտորեն։ Ասաց գիտես, որ թագավորի մոտ մտնելը այդքան հեշտ գործ չի։ Եթե հանկարծ ես մտնեմ առանց կանչելու, ինքը կարա ինձ սպանել տա։ Իսկապես Եսթերը լուրջ վախեցավ։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Մուրդքեի խոսքերն են շատ ուժեղ։ Ասում է, որովհետև այս ժամանակի մեջ, եթե դու լռես, հրեաներին ուրիշ տեղից օգնությունը անպայման պիտի գա, ու ազատումը կգա, բայց դու քո հորը տունը կկորսվեք, ով գիտի, թերևս դու այսպիսի ժամանակի համար թագուհի եղար։ Եսթերի կյանքի ամենաառանցքային, գրքի ամենաառանցքային խոսքը սա է, ու իր կյանքի ամենաառանցքային դեպքը այն չի, թե որտեղ էր ծնվել, ինչ ազգից էր, այս գործն էր, որ ինքը պիտի աներ։ Ինքը սրա համար էր ծնված, սրա համար Աստված իրեն բարձրացրել մինչև թագուհու մակարդակի, որ ինքը կարողանար իր ժողովրդին ազատագրել բնաջնջումից ու կոտորածից։ Իսկ Աստծո համար գիտեք ինչու էր կարևոր այս գործը, որովհետև եթե իր ժողովուրդը չպահպանվեր, Հիսուսը չէր գալու։ Եթե չլիներ մի ժողովուրդ, որը պահպաներ ճշմարիտ Աստծո ճանաչողությունը,
Հիսուսը չէր կարող գալ երկիր ապրելու ու մեռնելու մեր մեղքերի համար, հետևաբար մենք չէինք լինի որպես Աստծո ժողովուրդ։ Դրա համար պատմության մեջ ամեն ինչ շաղկապված են իրար հետ։ Դες ինչ խոսք է ասում, որովհետև այս ժամանակի մեջ եթե դու լռես, ասում որ եթե դու լռես, ուրիշ տեղից անպայման Իսրայելի փրկությունը կգա։ Ու հրյաներին հաստատ Աստված կազատի դժվարությունից, այս նեղությունից, բայց ասում դու կկորսվես։ Ասում թերևս դու այսպիսի ժամանակի համար թակուհի եղար։ Դու կարծում ես պատահական է այսօր, որ դու գտնվում ես ինչ-որ մի ընտանիքում։ Պատահական է, որ այսօր դու գտնվում ես որևէ աշխատավայրում, ունես որոշակի ընկերական շրջապատ։ Դու դրա համար ես աշխարհ եկել։ Դու դրա համար ես այսօր Աստծո թագավորը դարձել։ Գիտեք, որ Աստված մեզ փրկություն տալով մեզ դարձրել է թագավորներ ու քահանաներ։ Գիտեք, ինչքան խիստ պատասխանատվություն է դրված։ Քահանան դա միջնորդն է մարդկանց եւ Աստծո միջև։ Դու այսօր միջնորդ ես դրված այն մարդկանց, ովքեր չգիտեն Աստծուն։ Դու միջնորդ ես դրված այդ մարդկանց ու Աստծո միջև։ Դու դրված ես Աստծո կողմից։ Երբեք չնայես, որ քո կյանքում պատահականություններ են եղել։ Գուցե Եստերն էլ կմտածեր, որ իր կյանքում պատահական ինքը դարձավ թագուհի, բայց մենք որ նայում ենք, տեսնում ենք պատահական էր։ Դու ոչ մի բան քո կյանքում, նույնիսկ անավատ կյանքում պատահական չի եղել։ Գիտես ինչու՞։ Որովհետև Աստված տեսել է, որ դու իրենը պիտի դառնաս։ Հետևաբար քո կյանքը դասավորել է այնպես, որ դու հասնելով այսօրվա պահին, սկսես անել այն գործը, ինչի համար որ քեզ որոշել է։ Եթե դու չանես, մի ուրիշը հաստատ կանի, բայց գուցե դու հենց դրա համար ես դրված, որ այնտեղ, որտեղ դու գտնվում ես, բովանդակես Քրիստոսով։ Այն շրջապատը, որի մեջ դու դրված ես, բովանդակես Քրիստոսով։ Ամեն ինչ ինչը չի հնազանդվում Հիսուսին, հնազանդեցնես Հիսուսին։ Իսկ ես մի խորհուրդ տամ։ Մեկ-մեկ նայիր քո ունեցվածքին, քո շրջապատին։ Ամեն ինչին կարող ես։ Նայիր, մտածիր, տես, ասա Տեր, այս բոլորը պիտի լցված լինի քո ներկայությունով։ Կմտնես քո տան մեջ, նայի քո ունեցվածքին, քո շորերին, առարկաներին, ասա Տեր, այս բոլորը պիտի հնազանդվի ու ծառայի քեզ։ Եթե մեկը մի օր քեզ մի լավ բան կնվիրի, օրինակ հեռուստացույց, ձեռքդ դիր դրա վրա, ասա Տեր Հիսուս, սա պիտի միայն քեզ ծառայի։ Ոչ թե սերիալների, ոչ թե չգիտեմ ինչերի, սա միայն քեզ պիտի ծառայի։ Մեկը քեզ Աստվածաշունչ կնվիրի, բռնիր այդ Աստվածաշունչը քո ձեռքում բարձրացրու, ասա Տեր, սա միայն քեզ պիտի ծառայի։ Ինչ կտան քեզ։ Մեկը մի շոր կտա, բռնիր քո ձեռքում, ասա Տեր, սա միայն քեզ պիտի ծառայի։ Ի վերջո կանգնիր քո մարմնին, ասա մարմին, դու միայն Հիսուսին պիտի ծառայես, միայն, ուրիշի ծառա պիտի չլինես։ Նայիր քո անձին, քո կյանքին, քո շրջապատին, ասա այդ տուն դու պիտի ծառայես Հիսուսին։ Մենք այսօր նայում ենք այս դահլիճին ու ասում ենք դու պիտի ծառայես Հիսուսին, որովհետև մենք այստեղ ենք։ Նայիր քո աշխատավայրին, ասա դուք բոլորդ պիտի բովանդակված լինեք Քրիստոսով, պիտի ծառայեք Հիսուսին, որովհետև ես այստեղ եմ։ Աստծո ներկայացուցիչ որպես ես այստեղ եմ։ Ուղարկված եմ, դրված եմ Աստծո կողմից հենց այստեղ, պատահական չի դա, որ հենց այսօր այդտեղ եմ դրված։ Դու նայիր քո շրջապատին, քո բարեկամներին, նայիր նրանց հավատքով, ու ասա դուք բոլորդ պիտի բովանդակված լինեք Քրիստոսով։ Ու ամեն օր աղոթիր դրա համար։ Ասա սա է նպատակը իմ ապրելու։ Ես դրված եմ դրա համար այս բարեկամության մեջ, այս ազգի մեջ, այս պետության մեջ, այս աշխատավայրում, որ այդ ամբողջը բովանդակեմ Քրիստոսով, որովհետև եթե ես չանեմ, մի ուրիշ անպայման կանի այդ գործը, բայց ես դուրս կմնամ Աստծո ծրագրից։ Ինչու հանկարծ ինչ որ մի բան բաց թողնես Աստծո օրհնություններից։ Կարող ես այսպես մտածել, կարող ես այսպես գործել։ Մի պահ մտածիր, ինչև հիմա, ինչքան դատարկ ժամանակ ես անցկացրել։ Դու մտածել ես, որ քո ժամանակը մի օր պիտի լռանա ու վերջանա։ Մարդիկ չեն սիրում սրա մասին մտածել։ Բայց այդ ամբողջ ժամանակը քեզ տրված է մի բանի համար, որ դու ամեն ինչ բովանդակես Քրիստոսով։ Արա այդ գործը այսօր։ Եկեք ոտքի կանգնենք։ Գիտեք ինչպես պատկերացրու քո կյանքը, երբ որ գա այն պահը, որ տեսնես քո կյանքի ժամանակը արդեն լռացավ, արդեն վերջացավ։ Ետ նայես, ասես ես իմ կյանքի մեջ ամեն ինչ բովանդակել եմ Քրիստոսով։ Ինչքան որ կարողացել եմ իմ շրջապատի մեջ ամեն ինչ բովանդակել եմ Քրիստոսով։ Եթե կարելի է մի բան ասեմ, այն որ Աստված իր սրտում ինչ որ բան ունի անելու համար, որ դու անես երկրի վրա, ինչ որ մի նպատակ, ինչ որ մի բան ունի, Աստված անհանգստություն ունի իր սրտում դրա համար։ Այսօր որպես մարդ դու կարող ես շատ բաների համար անհանգիստ լինել։ Արդյոք քո եւ Աստծո սրտի անհանգստությունները համապատասխանում են իրար հետ։ Ըստ տեսանկյունից եթե չես մտածել, մտածիր։ Գիտեք, եթե մեր սրտի եւ Աստծո սրտի անհանգստությունները համապատասխանեն, տեղի կունենա ռեզոնանս։ Գիտեք դա ինչ է։ Մի հատ մեծ ալիք տեղի կունենա, մի հատ մեծ ալիք կբարձրանա։
Թե չէ մենք անհանգստանում ենք ուրիշ բաներով, Աստված անհանգստանում է ուրիշ բանով։ Մտածիր, եթե դու ճանաչես Աստծո սիրտը, դու կսկսես անհանգստանալ ինչպես Աստված անհանգստանում։ Երբ որ դու գտնվում ես խավարի մեջ, ու խավարն է քեզ իշխում կարծես թե, ու դու չես կարողանում բոլորը բովանդակել, սա Աստծո սրտում անհանգստություն է առաջացնում։ Ինքը տագնապ է ապրում։ Ասում է ոչ միայն որդուս կկորցնեմ, այս շրջապատը կկորցնեմ իմ ձեռքից։ Եթե դու Աստծո նման անհանգստանաս, դու ուժեղ կգործես։ Հակիր քո աչքերում մտածիր։ Այսօր քո ոչ մի վարքյանը պատահական չի։ Քո կյանքում տեղի ունեցող ոչ մի դեպքը պատահական չի։ Աստված քեզ որոշել է, որ այսօր դու լինես երկրի վրա, քո ներսդ, քո սիրտդ, քո մտքերդ, քո շուրջդ ամեն բան բովանդակես Քրիստոսով։